ներում եմ մարդկանց անկարևոր անտարբերությունը, քանզի Հիսուսն է իմ կարևորությունը, ու նա միշտ ուշադիր ու հոգատար է իմ հանդեպ։ Ես շատ լավ գիտեմ, որ իմ հոգին երկնային է, աստվածային է, աստվածատուր է, և վերջում Աստծուն կդառնա, եթե ես նրա օրենքներով, նրա պատվիրաններով և նրա սուրբ խոսքով ապրեմ և նրա սուրբ կամքը կատարեմ իմ կյանքիս ամբողջ ընթացքում, իսկ մարմինս հողեղեն է և վերջում հողին կդառնա։ Մարդու մարմնի բջիջները ուսումնասիրվել է և ամբողջությամբ համապատասխանում է Մենդելեևի աղյուսակին, այսինքն 100% համապատասխանում է հողին։ Եթե հաստատ ընտրել ես Աստծո ուղին, ուրեմն մի պարտվիր չարերի ծրագրերին և մի հանձնվիր նրանց կեղտոտ կամքին։ Եվ շուտով կփայլի Աստծո լույսը քո կյանքում, մոռացնել տալով անցյալի անձրևն ու փոթորիկը։ Մարդիկ հաճախ անում են բաներ, որ չենք կարողանում նրանց ներել մեր մարդկային ուժերով, և պետք է խնդրենք, որ Տերը ուժ կարողություն տա, որպեսզի կարողանանք ներել։ Մեղմ պատասխանը սրտմտությունը կիջեցնե, բայց խիստ խոսքը բարկությունը կգրգռե։ Մեղմ եղիր, մեղմ պատասխանող եղիր, երբ որ մարդիկ գալիս են քեզ բարկության մեջ գցելու։ Մեղմությունն է աստվածահաճոյ, այդպես է ասում Աստծո խոսքը։ Եվ մի նեղանա մարդկանցից, ովքեր քեզ չեն հասկանում, նրանք չեն անցել քո անցած ճանապարհը, դրա համար էլ քեզ չեն հասկանում։ Սիրիր Աստծո ստեղծած մարդկանց, դա է Տիրոջ կամքը։